վարպետության դասերի շարք Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա առաջատար մասնագետների հետ։ Տաղանդավոր պատանիներն ու երիտասարդներն են երկրի զարգացման գլխավոր հենակետը, իսկ նրանց նկատելը և առաջ մղելը դեպի իրենց նպատակները լավագույն ներդրումն է հզոր պետություն ունենալու։ Նրանցից յուրաքանչյուրի երազանքն է վարպետանալ իրենց մասնագիտության մեջ, լինել առաջատար ու լսելի միջազգային բեմերում։ Մեկնակ ծրագիրը դա կառավարության և նախարարության նպատակային ծրագրերի շարքում է և արդեն 11-րդ տարին է, որ իրականացվում է նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ, քանի որ շատ կարևոր կետեր կան մեկնակ ծրագրում, որը պետք է պետությունը անպայման իրագործի, աջակցի և որպես պետական քաղաքականության մասնիկ ներկա լինի մեր կրթական ընդհանուր դաշտում։ Այս ծրագիրը շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր տաղանդներին հայտնաբերել, բացահայտել ամբողջ հանրապետությունում ու միջայլոցում, ցանկացած գյուղում, ցանկացած քաղաքում և հայտնաբերելուց հետո մենք իրենց ուղեկցենք կրթական ծրագրերով, սովորեցնելու, վարպետաց դասերի միջոցով, ուղեկցենք մինչև արհեստավարժ, ուղեկցենք մինչև պրոֆեսիոնալ դաշտ։ Այս ծրագիրը ստեղծվել է հայ ականավոր դաշնակահար Արմեն Բաբախանյանի նախաձեռնությամբ, որը ստացավ և կառավարության դրական արձագանքին։ Ինքը ծրագրի հիմա գեղարվեստական ղեկավարն է, քանի թե ժամանակավոր բացակայում է Հայաստանից, բայց շատ սերտ կապված է ծրագրի հետ, ծրագրի անդամների հետ, օնլայն պարապում է երեխաների հետ և միշտ լավ մասնագետներ է հայտնաբերում Հայաստան հրավիրելու համար։ Շրջում էի Հայաստանով, այսինքն մարզերով, տարբեր երաժշտական դպրոցներով և ես լսում էի շատ մեծ քանակությամբ տաղանդներ, որոնք միանշանակ ունեն կարիք ավելի պրոֆեսիոնալ ձեռքերի և դրա համար մենք ստեղծեցինք թիմ, պրոֆեսիոնալ թիմ։ Հենց այս նպատակով էլ Հայաստանի Հանրապետության վաստակավոր գործիչ աշխարհահռչակ դաշնակահար Արմեն Բաբախանյանը կյանքի կոչեց հայրենանվեր մի ծրագիր, 2013 թվականին հիմնադրելով «Մեկնարկ տաղանդի զարգացման» նպատակային ծրագիրը։ Եթե 11 տարի մենք աշխատում ենք մեր ամենատաղանդավոր երիտասարդների հետ, 8 տարեկանից մինչև 20 տարեկան շեմի մեջ, 3 տարբեր գործիքների, դաշնամուր, ջութակ և թավջութակ, անշուշտ արենիք լսումներ, շատ մեծ քանակությամբ հայտեր էր և ընտրվել է 15 երիտասարդ երաժիշտ կատարողներ, այս 3 մասնագիտությամբ տաղանդ ունեցող երեխաները շատ են, Հայաստանը բարեբախտաբար շատ առատ է տաղանդներով, բայց տաղանդը միշտ պահանջում է ուղղակի շատ զգուշ և այսպես քայլ պետք է հետապնդես, այսինքն որպեսզի տաղանդը զարգանա ճիշտ ուղղությամբ։ Շատ ծրագրեր կան նմանատիպ, որոնք ուղղակի մրցույթներ են և գտնում են, բացահայտում են տաղանդավոր երեխաների։ Իմիջիայլոց մենք շատ ունենք տաղանդավոր երեխաներ Հայաստանի Հանրապետությունում, բայց ամենակարևոր կետերը բացակայում են, որոնք որ կան այս մեկնարկի շրջանակում։ Կարևոր կետերից մեկը դա կրթական հատվածն է, այսինքն բացահայտելուց հետո կրթական մի ամբողջ մեթոդաբանություն ենք ներդնում և դա ոչ թե ուղղակի պրոցես է, այլ շատ թիրախավորված, անձնավորված ու անհատական մոտեցմամբ։ Բացի իրենց դասախոսներից, իրենց հետ սկսել են աշխատել մեր խորհրդատու մասնագետները, հրավիրյալ մասնագետները և դա այսինքն եղել է շատ մեծ և կարևոր, ինձ թվում է, օգնություն երեխաներին, որպեսզի նրանք անընդհատ կարողանան զարգանալ ճիշտ ուղղության մեջ։ Ծրագրի կարևորությունը համախմբեց երկրի առաջատար մասնագետներին մեկ գաղափարի շուրջ՝
եւ նրանք անմնացորդ նվիրումով իրենց փորձն ու մասնագիտական հմտությունները սկսեցին փոխանցել տաղանդաշատ պատանիներին ու երիտասարդներին։ Դասատուները մեր հաճույքով մասնակցում են դասընթացներին, ոչ միայն վարպետաց դասերի, այլ ունեն գեղարվեստական խորհուրդ եւ մենք մշտապես բացի վարպետաց դասերից ամսական 2 անգամ հանդիպում ենք այդ երեխաների հետ, պարապմունքներ անցկացնում։ Ես կուզենայի ասել, որ մեկնարկ ծրագրի մեջ աշխատում եմ համարյա մեկնարկելու օրվանից։ Արմեն Բաբախանյանի հրավերով տարբեր երեխաներ են անցել արդեն այս ճանապարհը, կան մեր մոտ ավարտածներ, որոնք արդեն դրսում շատ մեծ հաջողությունների են հասել։ Սա եզակի ծրագիրն է ժամանակակից Հայաստանի պատմության մեջ, որ ընդգրկում է իր մեջ ամենազգայուն եւ նուրբ տարիքը ցանկացած երաժիշտի համար, որ մինչև իր 20-ամյակն է, պետք է այդ տարիքում մեծ իրադարձություններ կատարվեն իրենց կյանքում եւ շփումի տեսակետից դասախոսների հետ, ոչ մեկի, այլ բազմաթիվ դասախոսների, այդ թվում նաև մասնակցել մրցույթներին։ Մեկնարկ տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գաղափարի կարևորագույն մասն են կազմում վարպետության դասերի շարքը, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Շատ կարևորում եմ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությունը, որի շնորհիվ այսքան տարի մենք բոլորս ունենք մեկնարկ տաղանդի զարգացման ծրագիրը։ Արմեն Բաբախանյանի միտքն է, հիմնադրումն է, իր շուրջը հավաքված շատ կարևոր ուժեր կան, պրոֆեսորներ, մեր հանրապետության առաջատար մասնագետները եւ նրանց օժանդակությամբ է, որ մեր շնորհալի պատանիները անշուշտ մանկավարժների իրենց օժանդակությամբ եւ ուղղորդությամբ հասնում են ավելի մեծ հաջողությունների։ Որպեսզի երեխան ստեղծի ճիշտ պատկեր, նա պիտի ստանա նոր ինֆորմացիա, ուրիշ ինֆորմացիա, եւ այդ ինֆորմացիան կրում են պրոֆեսորներ, օրինակ Եվրոպայից, կա գերմանական դպրոց, կա սկանդինավական դպրոց, այժմ անշուշտ կա չինական դպրոց, հսկայական մեծ կարևորությունը, այժմ կա ամերիկյան դպրոց եւ այս բոլոր մանր եւ կարևորագույն բաները մեզ համար պետք է, որտեղ երեխաները պետք է հասկանան ինչով է շնչում հիմա աշխարհը եւ այս մարդիկ գալիս են, այժմ մենք ունենք այդ հնարավորությունը։ Ես Էլեն Խաչիկյանն եմ, մեկնարկ տաղանդի զարգացման նպատակային ծրագրի ամենահին անդամներից մեկը, ծրագրում եմ 2017 թվականից։ Ես շատ ուրախ եմ, որ այս տարիների ընթացքում եղել եմ այս ծրագրի մի մասնիկը, քանի որ մենք ունեցել ենք շատ համերգներ, թե Երևանում, թե մարզերում, թե երկրից դուրս, եւ դրանից բացի արդեն քանի տարի ունենում ենք վարպետաց դասեր արտերկրից ժամանած շատ լավ մասնագետների հետ։ Նրանց դասերից հետո ես շատ մեծ փորձ եմ ձեռք բերում եւ հետագայում աշխատելու ընթացքում իրենց խորհուրդները ինձ շատ են պետք գալիս։ Նշանավոր է նաև այն փաստը, որ արդեն մի քանի տարի շարունակ վարպետության դասերի շարքը վարում են ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի լավագույն երաժիշտ մասնագետները։ Նրանք ծրագրի մասնակիցների հետ են կիսվում իրենց տարիների փորձի ընթացքում կուտակած մասնագիտական գաղտնիքներով ու հմտություններով, բացելով նրանց առաջ նոր հնարավորությունների դռներ ու տալով նոր շունչ եւ ոգեշնչում։ Վարպետաց դասերի միջոցով, այդ թվում նաև արտասահմանյան մասնագետների միջոցով եւ արտասահմանյան մասնագետներ ասելով մենք հասկանում ենք շատ լայն աշխարհագրություն, դա կարող է լինի ասիական երկրներից, դա կարող է լինի Եվրոպայից, այսինքն այստեղ մենք տարբեր տեսակի դպրոցներ ենք ներդնում զարգացման եւ կրթական ծրագրերի մեջ եւ երկրորդ կոմպոնենտը, որ նորից շատ կարեւոր է, դա ուղեկցելն է։ Տարբեր ձևերով, համերգների միջոցով, ներկայացումների, մասնակցությունների միջոցով, մրցույթների արտասահմանյան երկրների միջոցով մենք արդեն իսկ խրախուսում ենք իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը, այսպես կոչված երաժշտության շուկայում։ Դա էլ ոչ պակաս կարևոր մաս է, քանի որ կարող է շատ լավ երաժիշտ լինել, բայց կարիերա չունենալ։
Շատ կարևոր է որպեսզի քեզ ճանաչեն, շատ կարևոր է այդ փորձառությունը ունենաս։ It was very simple, I think Այս ամենը շատ պարզ է։ Ես ճանաչում եմ պարոն Բաբախանյանին երկար ժամանակ, որպես երաժիշտ, որպես դաշնակահար, որպես մեծ արտիստ, ֆանտաստիկ ձեռքբերումներով երաժշտության մեջ։ Եվ ինձ համար նույնպես մեծ պատիվ է ուսուցանել հայկական դպրոցում։ I had a very interesting week to work with young musicians in Armenia. Ես ունեցել եմ շատ հետաքրքիր շաբաթ աշխատելով երիտասարդ երաժիշտների հետ, գրեթե 20 ուսանողներով Երևանում։ Տպավորիչ եւ հետաքրքիր փորձ էր ինձ համար աշխատել այս երիտասարդ երաժիշտների հետ, տարբեր փորձառություններով, տարբեր կրթական համակարգերով, տարբեր ուսուցիչներով եւ նաեւ տարբեր տարիքային խմբերով։ Նրանք նվագում են ամենապարզից մինչև ամենաբարդ ստեղծագործությունները։ Եվ ես շատ զարմացած էի, որ այդ նշաձողը բարձր էր եւ շատ խոստումնալից։ Ես վստահ եմ, որ մենք ապագայում կտեսնենք մեծանուն հայ դաշնակահարների։ I'm very impressed about the level. Ես շատ տպավորված եմ այս երիտասարդ թավջութակահարների մակարդակով։ Ամեն անգամ ես երջանիկ եմ ուսուցանելով երիտասարդ թավջութակահարներին։ Ես կարծում եմ նրանք միշտ էլ պրոֆեսիոնալ են։ Այս անգամ առավել ևս։ Դուք այստեղ ունեք արդեն խոստումնալից երիտասարդ երաժիշտներ եւ անշուշտ Հայաստանը հայտնի է լարային գործիքների բարձր մակարդակով։ Մեկնարկ տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը շարունակում է իր առաքելությունը, մեծ ասպարեզ հարթելով տաղանդաշատ երաժիշտ պատանիների ու երիտասարդների համար։ Նրանց առաջարկելով մասնագիտական ուղի եւ միջազգային հարթակներ, հմտացնելով, զարգացնելով ու բարելավելով նրանց երաժշտական կարողությունները։ Միշտ հետևում եմ մեկնարկ ծրագրի վարպետության դասերին, համերգներին եւ փորձում եմ մասնակցել դրանց եւ ինձ համար միշտ շատ հետաքրքիր է լինել վարպետության դասերի մի մաս, քանի որ ամեն մասնագետի հետ կարելի է սովորել նոր բնույթներ, նոր ելևէջներ եւ գործիքի վրա ստանալ այնպիսի հնչյուններ, այնպիսի ֆրազաներ, որոնք շատ յուրահատուկ կդարձնեն նվագը։ Սա առաջին անգամը չէ, որ մենք աշակերտներով մասնակցում ենք մեկնարկ ծրագրի շրջանակներում անցկացվող վարպետաց դասերին, ամեն մի մասնակետից վերցնում ենք մեզ համար օգտակար խորհուրդներ։ Ես երկրորդ տարին ինչ հանդիսանում եմ մեկնարկ ծրագրի անդամ եւ չպատ չեմ թողում մաստեր կլասներ, քանի որ նրանք զարգացնում են քո մասնագիտական հմտությունները, լայնացնում քո հայացքը դեպի երաժշտությանը, գործերին եւ նաեւ հաճելի է լսել տարբեր կարծիքներ եւ ձևավորել արդեն քո հիմնական կարծիքը երաժշտության եւ այդ գործի մասին։ Շնորհակալ եմ մեկնարկ տաղանդի զարգացման նպատակային ծրագրին, որ տալիս է մեզ այս հնարավորությունը մասնակցելու վարպետաց դասերին ոչ միայն հայ անվանի դաշնակահարների, այլ նաեւ դրսի մասնագետների։ Ընդհանրապես վարպետաց դասերը շատ կարևոր են իմ նման աշակերտների համար, քանի որ միշտ մենք սովորում ենք մեկ դասատուի հետ, սա մեր ուսման ընթացքում եւ շատ կարևոր է կողքից ուրիշ մարդ գա եւ տեսնի մեզ եւ ասի մեր որոշ սխալները։ Մեկնարկ տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը շատ մեծ հարթակ է պատանի երաժիշտների համար, քանի որ նա մեզ տալիս է շատ մեծ հնարավորություններ բեմ բարձրանալ եւ շփվել տարբեր հայ կամ մոտար մեծ անվանի դաշնակահարների եւ ոչ միայն, քանի որ ծրագիրը ունի նաեւ ջութակի, թավջութակի բաժիններ, իսկ այս տարի նաեւ եղան վարպետության դասեր, կոմպոզիցիայի եւ ֆլեյտայի մասնագիտություններ։ Վարպետության դասերի ավարտին հաջորդում են ամփոփիչ համերգներն ու գալա համերգը, որի ժամանակ մասնակիցներն իրենց ելույթներով ցույց են տալիս այդ կարճ ժամանակահատվածում ձեռք բերած պաշարը, որը կուղեկցի իրենց դեպի մեծ բեմեր։ Նրանք անցել են քրտնաճան աշխատանքի միջոցով, որպեսզի հասնեն այս համերգին, ունեցել են վարպետաց դասեր շատ կարևոր մասնագետների հայաստանյաց եւ արտասահմանյան մասնագետների հետ, եւ այսօր ես վստահ եմ, որ սրտատրով սպասում են այս գալա համերգին, քանի որ այսօր բացառիկ հնարավորություն է հայաստանյան հանդիսատեսին ցուցադրել իրենց տաղանդերը եւ իրենց աշխատանքը։
Ես բազմիցս մասնակցել եմ տարբեր երաժշտական մրցույթների եւ փառատոների եւ մեկնարկի տված փորձառությունը վարպետության դասերի եւ համերգների շնորհիվ շատ մեծ նշանակություն ունեն ինձ համար, քանի որ ամեն անգամ մեկնարկի վարպետած դասերից հետո բեմ բարձրանալով համերգ նվագելով դա եւս մի օգնություն է, որ ամեն հաջորդ համերգի ժամանակ կամ մրցույթի ժամանակ ես ինձ ավելի հանգիստ եւ ինքնավստահ զգամ։ 11 տարվա ընթացքում ես հիմա շատ դժվարանում եմ հստակ ասել ինչքան մենք տվել ենք միջազգային մրցույթների դափնեկիրներ, բայց ես վստահ եմ, որ միանշանակ 120-ից 130-ից ավել։ Այս բոլոր երիտասարդները այժմ արդեն 20-ից ավել են եւ իրենք արդեն մեկնարկում չեն այս պահին, որովհետեւ արդեն ավարտել են, իրենք շարունակում են ուսումը, ոմանք արդեն նույնիսկ աշխատում են եւ բեմերում են ելույթներ ունենում։ Այսինքն մեր նպատակը ստեղծել մինչեւ 20 տարեկան պրոֆեսիոնալ բազա, որպեսզի հետագայում նրանց լինի ավելի հեշտ եւ ճանապարհը եւ կարիերան եւ այլն եւ այլն։ Նաև շատ շնորհակալ եմ մեկնարկ ծրագրի հիմնադիր Արմեն Բաբախանյանին եւ եղարվեստական ղեկավար Սերգեյ Քեչեկին, ովքեր միշտ իմ կողքին են եղել ամեն հարցում եւ միշտ աջակցել են ինձ, նաև այլ բոլոր աջակիցներին, ովքեր կանգնած են մեկնարկ ծրագրի կողքին։ Շատ կուզեմ, որպեսզի պարոն Բաբախանյանը եւ իհարկե պարոն Քեչեկը միշտ շարունակեն այս ծրագիրը, քանի որ այն մեծ հնարավորություններ է բացում երիտասարդ տաղանդների առաջ։ Մի խոսքով այս ամեն ինչ, որը որ մի փոքրիկ բառի մեջ է տեղավորված, մեկնարկ, այդ մեկնարկ բառը իր խորությունը ու խորիմաստությունը ունի, իրականացնում է եւ պատասխանում է այն բոլոր հարցադրումներին, որը որ հասարակությունը կրթական ուրեմն հատվածը եւ պետությունը տալիս է։